Շնորհակալություններ եւ շնորհավորանքներ Հայաստանի վարչապետը աշխատանքային օրվա մեկնարկի ներքին գործերի եւ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակազմերին նորանշանակ նախարարներին ներկայացրեց։ Քովիդ, պատերազմ, զուգահեռ ոստիկանության բարեփոխումների մեկնարկ եւ հաջող ընթացք։ Վահե Ղազարյանի պաշտոնավարման տարիներին արված աշխատանքի ծավալը ներկայացնում է վարչապետը։ Այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը Պարոն Ղազարյանի առաջնորդությամբ եւ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը եւ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։ Ըստ էության մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի վրա եւ ըստ էության 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային համակարգային փոփոխությունն է տեղի ունեցել եւ այդ բոլոր աշխատանքները առաջնորդելու համար ես շնորհակալություն եմ հայտնում պարոն Ղազարյանին։ Վահե Ղազարյանի հետ 37 տարվա ընկերներ են մանկության։ Որոշ հարցերում դա օգնել է, խոստովանում է վարչապետը, անկեղծանում։ Բայց թերևս հանգամանք է նաեւ, որ որոշ հարցերում այնուամենայնիվ մի քիչ խանգարել է։ Նորանշանակ նախարարը համակարգում եւս նոր մարդ չէ։ Արդարադատության նախարարի տեղակալից մինչև ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի ներդրումը ոստիկանության բարեփոխումների բովանդակային աշխատանքում վարչապետը գնահատում է մեծ։ Ըստ էության ամբողջությամբ տիրապետում է բովանդակությանը եւ ըստ էության հույս ունեմ նաեւ եւ համոզված եմ եւ տեսնում եմ ինչ որ առումով, որ ներքին գործերի նախարարության, ոստիկանության, փրկարար ծառայության համար այդ բոլոր ծառայությունները հասկանալիորեն եւ ընդունելիորեն որոշակի պահպանողական են, բայց Տիկին Սարգսյանն այս ընթացքում կարողացել է համակարգում դառնալ յուրային։ Փոխնախարարից նախարարի պաշտոնին անցնելու համար Արփինե Սարգսյանին շնորհավորանքի խոսքեր։ Ոստիկանապետի, ապա ներքին գործերի նախարարի պաշտոնում վստահության համար շնորհակալություն վարչապետին։ Վահե Ղազարյանը դիմում է նաև ներքին գործերի նախարարության անձնակազմին։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ներքին գործերի նախարարության ողջ անձնակազմին իմ պաշտոնավարման տարիներին անվերապահորեն նվիրված Հայաստանի Հանրապետության ծառայության համար։ Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել ներքին անվտանգության ոլորտում։ Իշա Հայաստանի Հանրապետության պահպանելով կառավարության որդեգրած սկզբունքներն ու այդ սկզբունքների հիմքում դրված ոգին։ Արփինե Սարգսյանի շեշտադրումն է։ Պետք է նկատենք, որ վերջին շուրջ 2 տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ներքին գործերի նախարարության նկատմամբ եւ հետեւողականորեն ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը իմ գլխավորությամբ իհարկե պարոն վարչապետ ձեր աջակցությամբ, ձեր վստահությամբ շարունակելու է հետևողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Գործնեության լայն շրջանակ եւ հատկապես շինարարական աշխատանքների ահռելի ծավալ։ Վարչապետը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում է։ Ես կուզեմ ընդգծել պարոն Սանոսյանի ներդրումը հատկապես եւ գործունեությունը 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու եւ տեղավորելու գործում նրանց կարճաժամկետ կարիքները հասցեագրելու գործում եւ նաեւ այս տարի ամռանը Լոռու եւ Տավուշի մարզում տեղի ունեցած ջրհեղեղների արագ արձագանքման գործում Գնել Սանոսյանը քաղաքական թիմի հիմնադիր անդամներից է, կազմակերպչական մեծ կարողությունները քաղաքական կազմակերպչական աշխատանքի վրա կենտրոնացնելու լավ հնարավորություն է սա, առնվազն մի որոշ ժամանակ, վարչապետի դիտարկումն է։ Ինչ վերաբերում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, օղակները շատ են, բայց ոչ թե սեղմել է պետք, այլ աշխատանքները ավելի արդյունավետ դարձնել ավիացիայից մինչև ջրային ոլորտ։ Երկար ժամանակ Արմավիրի համայնքի ղեկավարի, ապա մարզպետի պաշտոնը կարևոր փորձառություն է, վարչապետը դիմում է նորանշանակ նախարարին։ Արդեն անցել են այն ժամանակները, երբ որ մենք նման նշանակումների դեպքում ասում էինք երիտասարդ եւ անփորձ, այսինքն դեպքն է, որ արդեն կարող ենք ասել երիտասարդ եւ փորձառու։ Իհարկե ակնհայտորեն նախարարության օրակարգը մեծ է եւ ռազմավարական եւ
Ես համոզված եմ, որ պարոն Սանոսյանը եւ հնարավորությունների, եւ խնդիրների, եւ խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք ունի, ես առաջինը համոզված եմ, որ պարոն Սանոսյանը պատրաստական կլինի դա կիսել պարոն Խուդացյանի հետ, եւ համոզված եմ, որ պարոն Խուդացյանը պատրաստական կլինի դա լսել եւ ընդունել եւ հետեւություններ անել։ Գնել Սանոսյանը պատրաստակամ է, ինչքան անհրաժեշտ լինի, երբ անհրաժեշտ լինի։ Վարչապետին շնորհակալություն է հայտնում ոչ միայն այս տարիների վստահության, այլև հենց մարզպետներից նշանակում անելու համար։ Կարևոր է, որ նաև տարածքային կառավարման ոլորտից լինի նախարարը, ինչը մի քանի կարևոր օգտակար քայլեր ունի իր մեջ։ Նախ պարոն Խուդացյանի նախարարությունում ճանաչում են, պարոն Խուդացյանը նախարարության գործընկերներին է ճանաչում, ինչը կհեշտացնի եւ արագ աշխատանքները կկազմակերպվեն։ Մյուս կողմից պարոն Խուդացյանը, ինչպես դուք նշեցիք, եւ մարզային աշխատանքի եւ մարզպետների եւ համայնքապետերի հետ աշխատանքի առումով ծանոթ է։ Գնել Սանոսյանի հետ աշխատանքը արդյունավետ է եղել եւ հիմա էլ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում է մեծ պատասխանատվությամբ։ Նորանշանակ նախարարն է շեշտում։ Գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության առաջ։ Իրինա Գրչյան, լուրեր։